Հանրապետական կուսակցությունը մշտապես կողմնակից ա եղել փողոցային պայքարի, կողմնակից ա եղել ազգային ընդդիմադիր ուժերի համախմբման եւ կողմնակից ա եղել այս կապիտուլյան ռեժիմին օր առաջ հեռացման։ Ինչպես գիտեք, մենք մի կողմ ենք դրել կուսակցական շահը, չենք առաջադրվել այս ընտրություններին, պաշտպանելու ենք ընդդիմադիր ազգային ուժերին, որպեսզի այդ համախմբմամբ կարողանանք հեռացնել ազգագործական պատված ռեժիմը։ Քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում է, որ իրենք 26-ի ընտրություններին կրկին հաղթանակ են տանելու։ Դուք ինչքանով եք հավանական համարում դա։ Հունիս 7-ին կխոսենք։ Ինչպես նաև Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի ամբիոնից պնդեց, որ իրենք պերաշկի ուտելով ավելի մեծ քաղաքական օրակարգ է ստեղծում, քան հենց ընդդիմադիրները։ Կխնդրեմ նաև մեկնաբանել սա։ Ալիևի օրակարգ սպասարկողները մեկնաբանելու կարիք չկա, Ալիևի օրակարգ սպասարկողներին պետք է ընտրություններով հեռացնել, վերջ։ Շահմազանով, իսկ ինչի մասին էր օրեր առաջ ազգային ժողովում ընդունված այն որոշումը, ըստ որի դաշինքները չեն կարողանա մարդկանց անձանուններով։ Սամվել Կարապետյան արտացել է, ես համոզված եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կա մեծ հնարավորություն հեռացնել այս ազգագործական պատված ռեժիմին, այս Ադրբեջանի դերասաններին։ Ինչու հենց ընտրություններից շատ քիչ ժամանակ Ինչու ընտրություններից շատ քիչ ժամանակ առաջ նման որոշում ընդունեց ԱԺ-ն։ ԱԺ-ն, ասեցի։ Այսինքն վաղ փորձում եմ նշում է, որ վաղի ներքո են այդպիսի որոշում կայացել։ Իրենք փորձելու են ամեն ինչ անեն, որպեսզի խանգարեն ազգային ընդդիմադիր ուժերի եւ մասնավորապես Կարապետյանի շուրջ համախմբումը։ Բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը արտանում է եւ հունիսի 7-ին իր պատասխանը պետք է տա, ինչ ասեմ։ Որովհետեւ մի կողմը Հայաստանն է, մի կողմը ադրբեջանացումը։ Ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, գրեթե նույն բանը, ոնց որ ձայն տաս Իլհամ Ալիևին։ Փաշինյանը վերջերս հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահին, խնդրում եմ ձեր կարծիք այդ հանդիպման մասին, ասել Կանի հոկտեմբերի 6-ին, դա ասել է ոչ միայն Պուտինը, ոչ միայն ես, ոչ միայն դուք, այլև Փաշինյանի սիրելի Եվրոպայի արտաքին գերատեսչության այն ժամանակվա ղեկավար Ժոզեփ Բորելը ասել, մեջբերում եմ, Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն Ապրեք Ժորժյան, շնորհակալություն։